Գիտեք, որ այսօր մեր վերջին զանգը է, վերջին դպրոցական հնարավորությունը։ Հնչելու է ձեզ համար այս զանգը վերջին անգամ։ Դուք, ինչպես գիտեք, մտնելու եք ոչ թե դպրոց, այլ կյանքի դարբնոց։ Դպրոցը ավարտելով ձեր ուղին խաչվելու է և դպրոցի, և կյանքի հետ։ Իմացեք, կյանքի ճանապարհները երկար են, խորթուփորձ, լինում է նաև հարթություններ, այդ դժվարությունները բոլորը դուք պետք է հաղթահարեք, եղեք տոկուն, կամքով արի, խելացի, միշտ դիմադրեք դժվարություններին և ոչ մի խոչընդոտի առջև կամք չառնեք։ Իմացեք երեխաներ, այսօր մեր ամենավերջին դասն է, մեր վերջին տեսակցությունը դասերին և դասամիջոցներին։ Ավարտվում մեր դպրոցական հանդիպումները։ Չլինի այնպես, որ կյանքում մենք երբեք իրար չհանդիպենք։ Իմացեք, հիշեք և հարգանքի տուրք մատուցեք ձեր սիրելի ուսուցիչներին։ Ես մի անգամ շեշտեցի, եղեք կամքով տոկուն ու արի, միշտ իմացեք ձեր տեղը կյանքում, բայց երբեք ու երբեք մի մոռացեք ձեր ուսուցիչներին, սա մեր վերջին դասն է, իմացեք, այս դասը մեզ համար լինելու է և հրատ, և ուղեցույց։ Ով խոսք ունի դասի վերաբերյալ, խնդրում եմ դաս եմ հարցնելու, ով խոսք ունի դասի վերաբերյալ, խնդրում եմ պատասխանել։ Ապա դասը պատասխանելու, իմացեք, սա մեր վերջի դասն է։ Սա պատրաստ։ Աչքյա պատասխանել։ Ես ու դու ունենք մի պատմություն, կողք կողքի անցել ենք մանկություն, տարիներ գլորվեցին, պատանին մեզ դարձրեցին։ Ես ու դու ունենք մի պատմություն, իմ ու քո դպրոց երջանկություն, հարազատ մի ընտանիք, ուրան հոգ էին երջանիկ, դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Ես կողքի բակում ենք մենք կռվել տղերքով մեկ-մեկ դասից փախել ոչ ավել ու ոչ պակաս ձեզ եղել ենք պատուհաս Ես այստեղ լացել ու ուրախացել խենց սիրել եմ կամել ուշացել իմ դպրոց հավերժ կանգնած հեռանում եմ ես անդարձ դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ դպրոցի ճամփան Շատ լավ Ուրեմն ինձ թվում է, որ և այսօր ուրախ եք և տխուր որովհետև շատ հուզումնալից բան է ինչքան էլ չարաճճի լինեք դարձյալ հեռանում եք դպրոցից մենք ճանապարհելու ենք ձեզ մեզ համար շատ տխուր է եթե դուք ուրախ եք շնորհավորում եմ նախորդ որ քննությունները լավ անցկացնեք և մարդկության համար տանի մարդիկ դառնաք Հաչիկյան անոշի Привет, мы выключим свет и расскажем вам сейчас, как жили мы в этой школе. Она встречала нас здесь, как будто в солнечных лучах, и это не повторится. Взгляни, ты помнишь меня, ведь это были я и ты, летали по коридорам, а мы с тобою за партой сидеть долго не могли.
мы смогли, наш концерт торжественно печален. Так, 11 лет уже здесь отучились мы, и уже сейчас по вас скучаем. Так необыкновенно вы стали для нас как семья. Впервой на этой сцене только мы и я. Последний звонок, мы любим тебя, школа, мир знаний и друзей. Вам помашем рукой, не на одной планете нет ни одной такой, и мы гордимся этим. Сейчас, когда уйдем, мы еще раз 100 сюда придем, и мы вас не забудем, конечно же найдем. А может, кто не хочет из той любимой школы уходить, и пусть себе под нос бормочет, мы будем вас всю жизнь любить, конечно, помнить и ценить. Ведь ты же есть со мной рядом, обидно понимать, что уж последний звонок у нас. Сейчас перед вами 11 А, Б и В класс. Как хорошо нам было, когда среди уроков окно безумно и счастливо, как забыто кино. Последний звонок. Ուրեմն այս ուսումնական տարվա շրջանավարտները համարվում շնորհավորում են բոլորի վերջին կապակցությամբ ձեզ մաղթում եմ կանանց ճանապարհ, թող յուրաքանչյուր դուռ բաց լինի ձեզ համար, առողջ լինեք, երջանիկ և մենք հպարտանանք ձեզ համար։ Շնորհակալ Ոչ մի ոչնդոտի չհանդիպեք կյանքում։ Շնորհակալ եմ։
ունի ասելու դպրոցի տնօրեն Տիկին Գալիա Իրիսյանը։ Սիրելի ծնողներ, հարգարժան հյուրեր, մեծարգո բարեկամներ, այսօր Գորխի հանրային դպրոցում ուսումնալից պահ է, տոնական միջոցառում, որովհետև մեր շրջանավարտներն այսօր հրաժեշտ են տալու իրենց ուսումնալից է, որովհետև այսօր մեր շրջանավարտները հրաժեշտ են տալու իրենց այսքան հարազատ դարձած դպրոցին, դասարանին և սիրելի ուսուցիչներին։ Դուք այսպես թե այնպես հիշելու եք ձեր ուսուցիչներին, անսկիզբ ու անվերջ են ուսուցիչի սերն ու հավատը, սիրել ու ներել։ Մի մեծ բարձրագույն խորհուրդ կա նրա էության մեջ, անել ամեն ինչ, որ ծնողները հպարտանան զավակներով։ Այո, դժվար ու փառավոր է ուսուցիչի գործը։ Ամեն մի ուսուցիչ իր ժողովրդի զինվորն է, որը հատուկ համազգեստ չի կրում, որի զենքը գիտելիքն է, մարդ դաստիարակելու արվեստը։ Սիրելի շրջանավարտներ, ճիշտ է, մեզ ուսուցիչների և ծնողների համար և տխուր օր է, և ուրախ։ Տխուր է, որովհետև մենք ճանապարհելու ենք ցենց դպրոցից։ Ինչքան էլ չարաջջի լինենք, միևնույն է, մեզ համար դժվար է ձեզ ճանապարհելը։ Ուրախ ենք, որովհետև դուք ձեր այդքան ճանապարհում ենք դեպի կյանք։ Յուրաքանչյուր հարցին պետք է պատասխանատվությամբ մոտենաք։ Դուք այժմ դժվարին ճանապարհին եք։ Դժվար ճանապարհ ունեք անցնելու։ Հասունությամբ վկայական ստանալու համար պետք է մասնակցել քննությունների։ Եղեք հաստատակամ, եղեք տոկուն։ Մի անգամ ևս իմի բերեք ձեր գիտելիքները և հաղթահարեք այդ դժվարությունները։ Վերջին զանգ։ Շուտով վերջին անգամ ձեր ունկերի մեջ կզնգա ձեր դասի կանչող այնքան հարազատ դարձած մի ձայն։ Ձայն, որը ձեր ողջ կյանքի ընթացքում կարոտով եք հիշելու։ Կարոտով եք հիշելու ուսուցիչների նախադիկներն ու խրատները։ Հույսով եմ, որ դուք բարձր կպահեք ձեր ուսուցիչների և դպրոցի պատիվը։ Առանձնապես ձեր տասղեկ Շահանդուխ Սահակյանին, որ այսքան տարի ներել ու համբերել է ձեր արարքները, ներշնչել է հավատ, բարձունքները նվաճելու գաղտնիքները։ Սիրելի շրջանավարտներ, դուք դեռ շատ անելիքներ ունեք մեծադառ մարդ դառնալու համար։ Յուրաքանչյուրդ գնալու եք տարբեր ճանապարհներով, թող ճանապարհները թարթ լինեն։ Կյանքում ոչինչ հեշտությամբ չի բերվում։ Բոլոր դեպքերում հարկավոր է համառ պայքարել։ Հաստատակամ եղեք։ Սկսած գործը հասցրեք մինչև վերջ։ Ոչինչ մի արեք հենց այնպես անելու համար։ Լուրջ եղեք, խորը մտածված, քանդ կնահատեք ժամանակը, որ կարողանաք մեծ գործեր անել մարդկության համար։ Ձեզ շնորհավորում են դպրոցի ողջ անձնակազմը, ծնողները, բարեկամները, ընկերները,
հարազատները, հույսով ենք, որ մեզ հուսախաբ չեք անի և կյանքում կունենաք ձեր ուրույն տեղը։ Քանի որ առիթ կա այսօր և քանի որ մենք դպրոցում 2 տարի է շրջանավարտներ չենք ունեցել, փոքրիկ հաշվետվություն դպրոցում կատարված աշխատանքների մասին։ Պետության կողմից վերանորոգվեց ամբողջ դպրոցը։ Դպրոցի բյուջեից կահավորվեց ամբողջ դասասենյակները, կառուցեցինք զուգարան, բետոնապատվեց դպրոցի 4 կողմը։ Քիչ աշխատանք չեն կատարել նաև մեր դպրոցի և գյուղի համար Մոսկվայի հայ համանքը։ Ուրեմն նրանք միշտ կանգնած են եղել մեր կողքին, նրանց ուժերով վերանորոգվեց